Չեմ զլանա նորից կրկնել, որ թույլ, քնկոտ, ալարկոտ, անհավես կամ կիսաքնած վիճակում իր ամբողջ օրը անցկացնող մարդը չպետք է հանձնվի, համակերպվի իր այդ վիճակի հետ, քանի որ մեր այդ թույլ ինքնազգացողություն ունենալը բնածին չի լինում, հետևաբար ազատվել հնարավոր է, որովհետև շատ դեպքերում բնածին արատներից եթե կարողանում են ազատվել մարդիկ, ապա անհավես և կիսաքնած վիճակից ազատվելը ավելի քան հնարավոր է։ Կա նաև հակառակ վտանգավոր կողմը, ինչքան էլ որ հաղթահարելի է վերոնշյալ վիճակները, այն ինքնուրույն կանգ երբեք չի առնելու, ընդհակառակը կեղտոտ ձնագնդի նման ավելի գնալով մեծանալու է և արդեն սկսելու է արտահայտվել որպես օրգանական հիվանդությունների տեսքով, ինչն էլ բնականաբար ուղիղ և կարճ ճանապարհ է դեպի կործանումը։ Համակերպվել և հանձնվել միշտ կարող եք, երբ ցանկանաք։ Փորձեք առանց այդ զգացումների, որովհետև միայն առանց այդ զգացումների մեջ գտնվելու է կյանքի քաղցրությունը հնարավոր լինում իրականում զգալ։ Երբ ազատված կլինեք հանձնված լինելու մտքից, ամեն վայրկյանը խորը շունչ քաշելու ցանկություն կառաջանա, և այդ թեթևության մեջ գտնվելուց հետո միայն օրգանիզմը հնարավորություն կստանա արդեն ծաղկել։ Անկախ առօրյա խնդիրների բարդությունից, ամեն ինչ ոչ թե լուծելի է սկսում թվալ, այլ ակամա լուծումներ են հայտնվում, որովհետև ներսից քեզ առաջնորդում է թեթևությունը։ Պատկերացնենք մի օրինակ, երբ դու մրցավազքի ժամանակ մեկ դեպքում առողջ ոտքով ես մասնակցում, մեկ այլ դեպքում վնասված ոտքով։ Առաջին դեպքում կհաղթահարես, իսկ երկրորդի ժամանակ հնարավոր է հասնես վերջնագծին, բայց արդեն ոչ հաղթողի կարգավիճակում։ Իսկ վերջնագծին հաղթողի կարգավիճակում հասնելու ճանապարհը ինքնուրույն անցնել անհնար է։ Իսկ թե ինչպես է հնարավոր, կստանաք անձնական նամակով, եթե մեկնաբանություններում հարցնեք դրա մասին։ Ես կցանկանայի անշահախնդիր ասել դրանց մասին, եթե սոցցանցերի ալգորիթմներն էլ անշահախնդիր ձեր փոխարեն տարածեին այս վիդեոն։